Ողջույն հարգելի եկվորյակներ, սա ձեր կանխատեսումն է ապրիլ ամսվա համար։ Մի փոքր շուտ կընկնի սա, ալիք կարող եք նայել եւ ձեր ասցենդենտի նշանը եւ լուսնային նշանը կարող եք երեքն էլ նայել, որպեսզի հասկանալ ընդհանուր առմամբ ինչ է ձեզ սպասվում։ Եվ այդպես շատ չեմ խորանա, ընդհանրապես կնայենք այն քարտերը, որոնք որ կընկնեն։ Եթե դժվար քարտեր կընկնեն, ապա այդ ժամանակ միայն կանցնենք հավելյալ քարտերի օգնությանը։ Իսկ հիմա տեսնենք ինչ է սպասվում։ Ահա, եկվորյակների տրամադրությունը ապրիլ ամսվա համար։ Ինչպես եք մտնելու, ինչպես եք դրսևորելու ձեզ, ֆինանսները, շրջապատը, հարազատները, ընտանիք, տուն, երեխաները, առողջություն, սեր հարաբերություններ, փաստաթղթեր եւ այլն, այնտեղ ալիմենտ, վարկ, ճամփորդություն, աշխատանք, բիզնես, ընկերներ, օգնություն, ինչ-որ միտեղից օգնություն կստանաք, կամ թեկուզ ընկերներից, եւ իհարկե վախերը, խնդիրները, գաղտնիքները, որոնք գուցե ցանկանում եք, չեք ցանկանում, որ բացահայտվեն։ Այդպես, տեսնենք ընդհանուր հիմա ինչ է սպասվելու եկվորյակներին։ Հուսով եմ պատրաստ եք։ Ահա, տեսնենք ընդհանուր տրամադրությունը։ Այս կինեն շատ են կնում, արդեն երրորդ նշանն է, որ ընկնում է այս կինը։ Ուրեմն, հնարավոր է նաև ծանոթություն հակառակ սեռի ներկայացուցչի հետ, տղաների համար, բայց է կարևոր դեր է խաղալու այս աղջիկը ձեզ համար, որ այդպես տրամադրված մտնելու եք ապրիլ ամիս, գուցե շփվում եք եւ սկսում եք այդպես բարձրանալ տրամադրությունը։ Նաև դա ձեր աղջիկը կարող է լինել, ով գա, մեկ ամիս մնա ձեր տանը, իրար հետ մնաք եւ դա փոխի ձեր ընդհանուր տրամադրությունը ապրիլ ամսին։ Գուցե ձեր մենեջերն է, ձեր տնօրենն է, ում հետ ավելի շատ կաշխատեք, գուցե ինչ-որ պատվիրատու է, ում հետ էլի եւս շատ կաշխատեք այդ ամիս։ Ինչ-որ կողանոր աղջիկ է գալիս, պետք է սովորեցնեք եւ համել աշխատեք իրար հետ։ Ինչ-որ մի աղջիկ է, որը կարևոր դեր է խաղալու ձեր տրամադրության վրա, ընդհանուր ֆոնի վրա, ապրիլ ամսվա համար։ Տեսնենք ֆինանսը, ֆինանսների հետ այստեղ այդքան էլ լուրջ չեք վերաբերվում, խաղ եք խաղում, կամ գնալու եք խաղալու, հստակ, կամ տանելու եք երեխաներին, միգուցե խաղալու, այնտեղ եք գումարներ ծախսելու, կամ ուղղակի աչուձախ, անիմաստ գումարներ եք ծախսելու, վերջում տեսնել գումար չկա։ Սա գումարին լուրջ չվերաբերվել է, կամ գումար աշխատելուն նույնպես, լուրջ չվերաբերվել է։ Դե կա, ինչքան կա, ոնց որ այս վիճակը կարող է լինել։ Փոփոխություն տեղի կունենա, այստեղ անսպասելի հանկարծակի փոփոխություն տեղի կունենա ձեր ֆինանսական վիճակում։ Դե եթե կներեք, եթե լուրջ չվերաբերվեք, բնական է, կորուստ է սա, եթե խաղա կամ տանեք թեկուզ երեխաներին խաղա սրա եւ այլն եւս էլի, գումարի ծախս է, դա եւս գումարի փոփոխությունը արդեն դեպի բացասական կողմն է սա։ Իսկ եթե օրինակ ամեն ինչը նորմալ լինի, հաշվարկված, ճիշտ ծախսեք, ապա փոփոխությունը սա դեպի լավն է։ Կարող է մեկ ակնթարթ ինչ-որ գումար շահեք, ստանաք, ժառանգություն ստանաք, ինչ-որ անսպասելի այդպես գումար գա նաև, այդպես փոխվի նաև ձեր կյանքը։
փոփոխություն մտնի ձեր կյանքում։ Մի քիչ պետք է ուղղակի, որ այս քարտան գնում է, արդեն դա ասում է, որ անլուրջություն կա, հա, ծախսերը պետք է ճիշտ հաշվարկված լինեն։ Տեսնենք շրջապատը, ձեր հարազատները, քույր, եղբայր, այստեղ ճամփորդություն է։ Միգուցե կամ իրենք են գալիս ձեզ մոտ, եթե հեռու են, դուք եք գնում իրենց մոտ։ Այս շրջապատող մարդիկ կարող են գնալ, գալ։ Նաև գործերը ձեզ կօգնեն, ձեզ շրջապատող մարդիկ ձեր գործերը առաջ մղել, դուք կօգնեք կամ ձեր քույր եղբայրը կօգնեն ձեզ ձեր գործերը առաջ մղել, կամ դուք կօգնեք իրենց գործերը առաջ մղեն, հա, այդպես ինչ որ պահեր են, որոնք որ ինչ որ մարդ է ձեզ հարկավոր լինելով, ոնց որ ինչ որ մի բան հրի առաջ ձեզ մոտ։ Դա կարող է լինել հենց ձեզ շրջապատող մարդիկ, ձեզ օգնեն ինչ որ հարցում եւ աջակցեն։ Դա սա գործողում է նաև կարող է գնալ այնպիսի մի տեղ գործում, որտեղ ապրում է ձեր քույրը կամ եղբայրը եւ այնտեղ իրենց տեսնեք։ Այնտեղ նոր շրջապատ ստեղծեք, միգուցե տեղափոխվում եք, նոր բնակարան, նոր տարածք, նոր երկիր եւ այնտեղ եք ստեղծում արդեն ձեր շրջապատը նորովի, նոր մարդիկ։ Տեսնենք ընտանիքը, հարաբերություն, տունը, սեր։ Միմիայն սեր է իշխում, տանը ընտանիքի անդամները մեկը մյուսի հանդեպ ինչ-որ մի լավ բան կարող է պատահել կամ ձեր երեխաները սիրահարվեն, դեռ մենք կնայենք այստեղ երեխաների հետ կապված հնարավոր է, սիրահարվում են իրանք, ծանոթանում եք իրենց երկրորդ կեսի հետ, ամենայն դեպս սերը կիշխի, տան մեջ ոչ մի խնդիր չկա, կամ սա նաև դուք կարող եք սիրահարվել ինչ-որ մեկին եւ դա լինի ընտանիք կազմելու նպատակով, որ այդ մարդու հետ ընտանիք ունենաք։ Նախկին սերը կարող է վերադառնալ, նախկին ամուսինը, կինը, ում շատ էիք սիրել, ընտանիք էիք, գուցե եւ որոշում եք եւս էլի շանս տալ եւ միավորվել իր հետ։ Երեխաները տեսնենք, երեխաների հետ կապված, այստեղ եթե տղա է, ինչ որ իրեն ավելի ուշադրությունը կդարձնեք, իր հետ կապված հարցերը կլուծեք, եթե աղջիկ է, ապա այդտեղ կարող է երկրորդ կես ունի եւ եւս էլի պետք է ուսումնասիրեք ով է այդ երկրորդ կեսը, ում հետ է շփվում։ Նաեւ երեխաների դաստիարակության կամ խնամքի հետ կապված այդ տղամարդու ձեռք պետք կլինի, միգուցե դիմեք ձեր ամուսնուն այս ամիս ավելի շատ ինքը աջակցի, գնա երեխաներին օրինակ դպրոցից բերի կամ եւ այլն, ինչ որ բաներ երեխաների հետ կապված ինքը անի։ Նաեւ կարող է դեր բժիշկն է, ում երեխաներին կարող եք անընդհատ տանել բժշկի այս ամիս եւ ցույց է տալիս ինքը կամ ծննդաբերող բժշկին է ցույց տալիս օրինակ։ Միգուցե այստեղ հղիություն է, կամ ձեր տղան է օրինակ իմանում եք, որ երեխա են ունենալու, իրենց ընտանիքը երեխա է ունենալու։ Կամ սա նաև ձեր երեխաներից ոչ մեկը, հատկապես ունակ աղջիկը եթե ունեք, ապա կարող է ծանոթանալ երեխա ունեցող, որից է տղամարդու հետ։ Տեսնենք առողջությունը ձեր, առողջության հետ կապված ոչինչ չունեք, ոչ մի բան, դուք եթե ինչ-որ մի խնդիր է լինում, միգուցե արագ դիմում եք բժշկի կամ այդ հարցերը լուծում եք եւ դրա համար ոչ մի խնդիր այստեղ չկա առողջության հետ կապված։ Բացարձակապես, որ ասեմ ինչ-որ մի խնդիր կա, գնացեք, մտածեք այդ մասին, լուծեք այդ խնդիրը, նմանատիպ ոչինչ չկա։ Առողջ եք, պոպոքի նման։ Եթե անգամ մի բան է լինի, ձեր ընկերները ամենչապես կաջակցեն եւ այստեղ ոչ մի ամենչապես այդ հարցը կլուծեն, թեկուզ եթե մի հատ դեղ է հարկավոր, որ դուք այդ բան պետք է ընդունեք, ապա ամենչապես կհասցնեն։ Սեր հարաբերություններ։ Ահա, այստեղ ոմանց մոտ նոր սեր կարող է լինել, այդ տղամարդը կամ կինը կարող եք հենվել այդ մարդու վրա, ուժ կզգաք ձեր կողքը, թեկուզ ովքեր որ ամուսնացած են եւս, ոչ մարդ է ում վրա հույսը կդնեք, կհենվեք իրեն, գիտեք որ հենարան ունեք, պատ ունեք, ամուր, կարող եք վստահել, նաեւ նոր ծանոթությունը դա կարող է լինել էլի վստահելի անձնավորություն,
հզոր ուժ, հզոր մարդ, միգուցե նաև հեղինակավոր, միգուցե նաև այդպես ուժային կառույցի ներկայացուցիչ, միգուցե պարապած, հաղթանդամ, միգուցե ուղղակի իր բնույթով այնպեսին է, որ զգում եք, որ այո, նա ձեզ գրկի մեջ է պահում եւ պաշտպանված եք։ Այստեղ եւ ընտանիքն է դրա մասին խոսում եւ հարաբերությունները։ Ոնց որ վստահությունը ավելի շատ կլինի երկրորդ կեսի նկատմամբ եւ յուրաքանչյուր հարցում կփորձեք նաեւ աջակցություն ստանալ իրենից։ Եվ տեսնենք փաստաթղթային հարցերը, բավականին շատ արագ ինչ-որ փաստաթղթի պատասխան կստանաք, այստեղ նաեւ փաստաթղթեր կարող եք ստանալ յուրաքանչյուր անգամ շտրաֆից սկսած մինչև թոշակ կարող եք ստանալ։ Եթե ինչ-որ փաստաթղթի եք սպասում, կարող եք նաև դիմել դուք ինքներդ այս ամիս, եթե եւ սպասում եք, շատ արագ այն կստանաք այս ամիս։ Կզբաղվեք շատ այդ գործերով, ոգևորվածա կտանեք սերոքս կանեք, այնտեղ կտանեք, կտակ, այսպես, այսինքն ինչ-որ, այնտեղ ինչ-որ մի բան կուղարկեք, նմանատիպ գործերի մեջ կլինեք, փաստաթղթի հետ կապված։ Դա կարող է լինել վիզա, թոշակ, ալիմենտ, հարկային եւ այլն, յուրաքանչյուր տեղ, որտեղ փաստաթղթեր են պահանջելու ձեզանից, այդ գործունեությունը կամ իրենք արագ կանեն կամ դուք ավելի, ոնց որ ժամանակ չեք կորցնի, սա կանեք եւ կտանեք ամենչապես կհանձնեք։ Միգուցե բիզնես եք բացում, զբաղվում եք այդ փաստաթղթային հարցերով, չնայած ես ինչ փաստաթղթեր չեն ուզում։ Արագ, դե հիմա չգիտեմ փոխվել է թե չէ, բայց իմ օրոք արագ 5 րոպեում ես ստացա իմ ֆիրմայի փաստաթղթերը։ 5 րոպե։ Գուցե հիմա էլ այդպես չգիտեմ։ Տեսնենք ճամփորդությունը կգնաք թե ոչ, եթե գնաք, ապա ոչ տղայի հետ կարող եք գնալ, կամ ձեր տղայի մոտ կարող եք գնալ, ձեր տղան կարող է գալ ձեզ մոտ ընտանիքով, այստեղ կամ գուցե արդեն նշանադրվել եք եւ իրար հետ կարող եք տեղ գնալ, դա գործընկեր կարող է լինել, ում հետ գնաք ճամփորդության, կամ հենց գործողումը գնում եք այնտեղ ձեզ այդ տղան է դիմավորում։ Կամ իրոք ձեր տղան է կամ բանակում է գնում եք, դա եւս ինչ-որ չափով ճամփորդություն է, որովհետեւ բանակը հաստատ մեր կողքը չի, եւ հեռու է եւ պետք է գնալ հասնել իրենց մոտ։ Այսքանը երևի ճամփորդության հետ կապված, կամ ինչ-որ մի տղայի է, ինչ-որ մի կազմակերպություն է աշխատում, ով ձեզ կօգնի, գուցե տոմսերը ավելի մատչելի գնել, ավելի, ինչ-որ նմանատիպ հարցերում կարող է ձեզ աջակցել։ Եվ տեսնենք աշխատանքը, բիզնեսը, եւ հենց աշխատանքի քարտն էլ ընկել է, ովքեր որ աշխատանքի են փնտրում, հավանականությունը շատ մեծ է, որ դուք կարող եք աշխատանքի ընդունվել, առաջ խաղացում ունենալ, բարձրանալ, կարիերայում կարգավիճակը բարձրանա, հստակ աշխատանքի քարտն է, որ մարդը ամուր կանգնում է այդ աշխատանքի վայրը եւ բարձրանում է վեր։ Այնպես որ եթե բիզնես բացեք, ապա եւս դա կարող փաստաթղթերի հետ կապված հարցեր են եւ բացում եք բիզնեսը, ամուր կանգնում եք ոտքի վրա եւ սկսում եք զբաղվել ձեր գործունեությամբ, այն ինչ որ ուզում եք անել։ Հիանալի այն մարդկանց համար, ովքեր իրոք աշխատանքի են փնտրում եւ նաեւ սա նշանակում է շատ աշխատանք կունենաք եւ կանեք։ Պատվերներ, եթե պատվերներով եք աշխատում, ապա եւս պատվերներ կունենաք։ Ոչ մի այստեղ խնդիր, միգուցե այս աղջիկն է ձեզանից պատվիրում, եւ մշտապես իր հետ եք լինում, կամ միգուցե ինչ որ մասնագետ է, ով օգնում է կայքեր բացել, ով օգնում է ինչ որ ճիշտ աշխատացնել էջերը եւ այլն։ Ես երբեք չեմ դիմել, որովհետեւ դրանց կարիքը չունեմ, ինչ-որ մեկ ինձ ասի, թե ինչպես պետք է ինչ-որ մի բան անել։ Դա մի տեսակ նորմալ չի։ Ինձ համար նորմալ չի, բայց ամեն մարդ մի ձև է եւ իրեն հարկավոր է ինչ-որ մեկը պարտադիր ասի, սա արա, գրի սա այստեղ դիր, սա այստեղ դիր, չէ։ Մարդիկ կան, ովքեր որ այդպես պարտադիր պահանջվում է դա։ Եվ կարող դիմել օգնեն ձեզ։ Տեսնենք ընկերները, օգնությունը Ընկերներից ոմանք կգնան ձեր կյանքից, գնում են մեկ այլ երկիր, մեկ այլ տեղ, կամ ուղղակի իրարից հեռանում եք, իրանք գնում են, արդեն իրանք են ընկերներն են, ովքեր որ այսքան ժամանակ, ինչ որ զգում եք, որ
քիչ արդեն հեռացել եք իրարից եւ այլևս էլ կարիք չկա իր հետ շփվելու նման մարդկանց ի վերջո վերջնական կհանեք ձեր կյանքից եւ կապրեք առանց իրանց նորերին տեղ բացելու համար նոր ընկերներին օգնության համար եթե ինչ-որ մի բան գնա ձեր կյանքից ապա կարող են օգնել մարդիկ նորը սկսելու նոր ինչ-որ մի բան հիմնելու համար, ոնց որ մի բանը գնում է բնականաբար, մյուսին տեղ է բացում եւ այդ մյուսը գալու համար, միգուցե եւ ինչ-որ դե ընկերները չեմ կարող ասել այստեղ։ Դե կարող է օգնության կարիք ունեք եւ զգում եք, որ ընկերները չեն աջակցում եւ դրա համար էլ հանում եք իրենց, իրեն շատ ձեզ պետք է, որ իրեն լենին ձեր կողքն են, նեղին չկան, դրա համար կարող եք նաեւ իրենց հանել ձեր շրջապատից, որ տեսնում եք չեն աջակցում, մեծ որ նոր բան է մտնելու ձեր կյանք եւ միգուցե նոր օգնություն է սա, եթե դրա կարիք ունեք, ոնց որ գնում է մի բան եւ գալիս է օգնության տեսքով, աջակցում են ձեզ, տեսնենք վախերը, խնդիրները, գաղտնիքները ինչ են այստեղ, դե վախեր ունեք, որ կարող է ինչ-որ մի բանը չհեշտանալ, բայց այստեղ վախեր պետք չի ասեմ, որովհետև յուրաքանչյուր բան ինչը որ դուք վախենում եք, ապա այդ ամենը կհեշտանա ձեզ համար եւ կկարողանաք ավելի հեշտ անել դա, եթե վախենաք, դուք ինքներդ կարող եք ձեր մոտ բերել այն process-ը, որ չկարողանաք դա անեք, բայց սա հեշտանում է, միգուցե հեշտ է դրա համար եք վախենում, օրինակ ինչ-որ մի բանը հեշտ է ստացվում, միանգամից վախ է մտնում մարդու մոտ, այդ ոնց եղավ, որ սենց արագ եղավ, միգուցե դա է ձեզ մոտ այդ պահը։ Խնդիրներ եւս բացարձակապես չունեք, որովհետեւ եւս այստեղ դա խնդիր չկա, ամեն ինչը հեշտանում է, հեշտ ստացվում է ձեզ մոտ ամեն ինչ այդ ամիս եւ խնդիր չկա։ Այն միայն գաղտնիքն է, որ չեք ուզում բերան ընկնի, որովհետեւ այստեղ ունենք երկու կարապ եւ կարող է ձեր գաղտնիքը մեկը մյուսին տարածվի։ Նա այդպես եւ շատ հեշտ կտարածվի դեպասում։ Շատ արագ, շատ հեշտ կտարածվի, եթե ինչ-որ մեկի մի բան ասեք, դա բոլորը կիմանան։ Հերթով եւ կարգով, դրա համար պետք չի շատ շռայլել, ասել այս այն կողմ այն ինչ որ դուք ուզում եք անեք։ Սա էր ձեր կանխատեսումը, հուսով եմ ինչ-որ մի բան ձեզ դուր եկավ, ես ոչ մի խնդիր չտեսա, միայն գումարի հետ կապված, այն էլ էլի ձեզանից է կախված, այն լուրջ կընդունեք, քիչ կծախսեք, թե ամբողջը կծախսեք կգնա, թե չէ մնացածը տեսակ ես հավելյալ քարտ չանեցի, որովհետև դրա կարիք ուղղակի չեղավ, որովհետև ինքը արդեն իսկ լավ կանխատեսում էր ձեզ համար։ Այսքանը ձեզ համար, թող որ ապրիլ ամիսը ձեզ համար լինի հաջողակ ամիս, հաջողություններով լի։ Այսքանը լավ եղեք։